Տիկին Ադանալյան, մեզ հետ զրույցում դուք նշեցիք, որ պարբերաբար ձեզ հետապնդում են, տարբեր հայհոյանքներ են հնչեցնում ձեր նկատմամբ։ Ես կխնդրեմ հիմա առավել բաց ներկայացնեք, թե ինչ է կատարվում ձեր շուրջը։ Տեսեք, այս ամեն ինչը կապված է որդուս 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության հետ։ Կարծում եմ արդեն Հայաստանի Հանրապետության ողջ իրավական համակարգին է հայտնի, նաև ողջ ազգաբնակչության, նաև սահմաններից դուրս Հայաստանի, թե ինչպես են 12 տարի առաջ սպանել իմ որդուն եւ մինչեւ հիմա Շիրակի մարզի առաջին այցանի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննություն է գնում, այսինքն մինչեւ օրս առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող ներկապահին ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանը դերևս չի ենթարկվել քրեական պատասխանատվության եւ նշեմ, որ սպանությունը ըստ քրեական գործի նյութերի խմբակային է, պատվիրված է եւ տվյալ անձը նշածս մենակ չի կատարել այս սպանությունը, գործը հեղեղված է սրանով եւ բացի այդ գործում առկա են փաստական տվյալներ, որ Արտյոմի սպանությունը կազմակերպել օժանդակել են ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ ու տեղակալը եւ այնուհետեւ դեպքի օրը ներքաշվել են նաեւ համապատասխան փուլում հանցագործության շտապօգնության բրիգադը։ Պատկերացնում եք շտապօգնության բրիգադի բժիշկը Պուշկույրը Սուրեն Հարոյանը եւ Լամարա Սարգսյանը, այդ թվում նաեւ շտապօգնության վարորդ Արտուր Զաքարյան ներքաշվել են այս սպանության համապատասխան փուլում։ Սա ուղղակի զուտ ասեցի այն պատվեր, թե պատկերացեք, թե ինչ կալիբրի սպանություն ա եղել սա։ Իմ տղան ոչ քաղաքական գործիչ է, ոչ ինչ-որ մաֆիայի մեջ ա մտած, ոչ նարկոբարոն ա, ոչ գիտեմ ինչ հանցավոր խմբավորումների մեջ ա մտած։ Ուղղակի զուտ սպանության պատվիրված լինելու հանգամանք, թե ինչպես են տարել աստիճանաբար տարբեր կառույցների ներգրավմամբ, թե եթե 12 տարի գործը քննության է առնվում, կարծում եմ բոլորին հայտնի, որտեղ ինչ-որ մի բան ինչի։ Ինչու են թիրախավորել։ Կոնկրետ ինձ հետ է եղել թշնամանք, պաշտոնատար կանանցից մեկի հետ Շիրակի մարզպետարանի աշխատակցուի, իդեպ կանանց ընտանիքի եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, տեսեք ինչպիսի հնչեղա պաշտոնավարի, այս անձի հետ ունեցել եմ իրավական վեճ, դատարանում հաղթել եմ այս անձին եւ այս անձը ինձանից վրեժելուց էր, չներելով այս հանգամանքը եւ պատվիրել է որդու սպանությունը, ինքը եւս անցնում է այս գործով, հարցաքնվել է, ինքը վաշխառու է, բավականին մեծ փողատեր, տարբեր անգամ մանկավաճառության մեջ Գյումրիի մանկատների հետ կապված հարցերի քրեական գործերով էին անցնում, ինչևէ այս հանգամանքների շուրջ է եւ նա այս ֆոնի վրա պատվիրել է որդու սպանությունը, դե ոստիկանություն կա ներքաշված, բնականաբար մեծ թափով է չէ աշխատել է սպանությունը եւ այս անձին ովքեր բուն սպանությունը իրականացրին, իրենք ոստիկանության ձեռի տակ աճեցրած թմրամյութ վաճառող, թմրամորներ, մանր մունջ խուլիգանություն հանցագործներ կատարած անձինք են, լավ գիտեք թաղային տեսուչների ձեռքի տակ ոնց են սրանց աճեցնում։ Եվ ամբողջ քրեական գործը մի անբարո, ամենալկտի, ամենաանթույլատրելի խախտումներով է իրականացվել, հետագայում դատարանում արդեն ինչպես գիտեք, ասի 12 տարի գործաքննության առնվում 6 մեղադրող է փոխվել, 6 դատավոր է փոխվել, հիմա 6-րդ դատավորն է եկել Հովհաննես Սաֆարյան, դատախազության համակարգի աշխատող է եղել նախկինում եւ 1 տարվա դատավոր ընդամենը, հենց դատավոր աննշանակվել, անմիջապես մեր գործը տվել են իրեն։ Սկզբնական շրջանում որոշակի վստահություն ունեի, մտածում էի նորանշանակ ջահել երիտասարդ տղա է, Արտյոմից 6 տարի անգամ փոքր է, մտածում էի կմտածի իր մասնագիտական աճի, իր պատվի, արժանապատվության եւ այլն, լավ մասնագետ է, բայց ես հասկացա, որ չէ։ Իդեպ Քավորն է նախկին մեղադրողի, ինքը անձամբ այդ մասին ասել է, բայց մենք արդեն իսկ գիտենք, որ դատախազական, Քավոր սանիկական համակարգից է եւ բնականաբար դրանից պրծում չկա, որտեղ բոլորն են իրար Քավոր սանիկ, ինչ կարային կանենք, ինքնապատասխանի հիմքեր, բայց քանի որ ինքը խոստովանեց, թողեցինք այդ հանգամանքը։ Հիմա այս դատավորը սկսել է խաղեր տալ, ինքը իբր ամսական 4 հատ նիստ է նշանակում, բայց 4 նիստից 2-ն է անում, 2.5 ժամով, հա, նիստի ժամանակահատվածը սահմանել, բայց նիստը սկսում է 15-ից կես ժամ ուշացումով։ Այսինքն տպավորությունն է, որ այս դատավոր շահագրգռված է, որ շուտ ավարտի քրեական գործը, բայց դա պատրանք է, կեղծ քողարկված ինչ-որ ձևական բան է, որտեղ նկարագրեցի ինչ անում։ Հիմա այս ամեն ինչի ֆոնին ակնհայտորեն խեղդում է այս նիստերի ժամանակ, չի ուզում որ հասնեմ նրան, որ երևա, որ սպանությունը կատարվել է խմբի կազմից, այսինքն իր գործողությունները հօգուտ Ամբաստանյալի է, չի ուզում երևա, որ Ամբաստանյալը խմբականի սպանություն է կատարել։ Բացի դրանից տարբեր առիթներով, տարբեր իրավիճակներում Ամբաստանյալը տեղից խոսում է, միջամտում է, խանգարում է, վիճաբանություն է սադրում։ Հիմա այս ընթացքում
բազմաթիվ անգամներ եղել են դեպքեր, որ ամբաստանյալը դատարանի դռան մոտ սպասել է ինձ, նաև իր հարազատները, չգիտեմ ոչ գյուղի բարեկամները, մեկը ուռած, մեկը ծակված, մեկը չգիտեմ ինչ եղած, ոչ adekvat վարքագծով հարձակվել են, անգամ բռնություն ա եղել, քրեական վարույթ ա նախաձեռնվել, հետո կարճվել ա, դե իրենց հանցագործն ա։ Պետական հովանավորության տակ գտնվող հանցագործ ասա, սրանի խերը տեսել են։ Դրա համար իրանք շահագրգռված են, որպեսզի այս ամեն ինչ կոծկվի։ Ու այդ ամեն հայհոյանքներից հետո մտել եմ դատարան, հայտնել եմ, նիստը բացվել ա, ասել եմ դատարանին, որ տիրություն արեք ձեր ամբաստանյալի ձեր հանցագործին տիրություն արեք, հիմա որ բաց եք թողին, ազատության մեջ է, իրան մեղսագրված արարքը ծանր, առանձնապես ծանր հանցագործություն է։ Հիմա կամ արագացրեք այս դատաքննությունը, 12 տարին բավականին մեջ չկա երևի աշխարհում ստեստեք եւ ամենահետամենած երկրներում չլինի այս դատաքննություն։ Այո, սպառնում է վաղեմության ժամկետը, դրա համար այս դատավոր քանի որ նախկիններն արդեն 12 տարի վատնել են, այսօր փորձում քողարկված ձևով նենց ձևեր ստեղծի, տեսեք ես շուշուտ նիստեր եմ նշանակում, նիստը բացում փակում է, չի կարող վկա բերի, չի կարող վկայի հարցակնի, մինչև վկանային հարցակները քթից սա բերել, չի թողնում որ ամեն բան պատշաճ իրավական ընթացակարգով ընթանա։ Հիմա տեսեք, ու այս ամեն ինչի համատեքստում շարունակում է ամբաստանյալը իր պայքարը իմ հետ։ Վերջին դատականիստը մարտի 3-ին ա եղել, այս մարտի 3-ին։ Ես ուղիղ մի շաբաթ անգողնային հիվանդ պարկած եմ եղել մարդասպանի այլասերված մի այլ կաշկի հայհոյանքի համար։ Դատարանի մուտքի մոտ ես ճիշտ ասած ամեն նիստից առաջ նույն մուշի բաժնին, որտեղից որ արդեն իրանք աջակցել են սպանությանը, չնայած հիմա ուրիշ անձինք են այդ պաշտոններին նստած դրանք հեռացվել են աշխատանքից, գրում եմ, որ եկեք իմ անվտանգությունը ապահովեք, դուք եք աճեցրել այս բարիկներին, մարդասպաններին, եկեք տիրություն արեք։ Այս մարտի 3-ի նիստին ոչ մի ոստիկան չի եկել։ Ու ես անգամ կասկած ունեմ, որ անգամ երևի ասել մենք մի ոտ ուշ կգանք, դու տես ինչ ես անում։ Ես կարող եմ ամեն բան կասկածել, որովհետև նախապատմությունը արդեն ներկայացրեց, որ հիմքեր ունեմ։ Սա ծառի տակից դուրս է գալիս ու այդ հայհոյանքներն է հնչեցնում իմ հասցեին։ Մտնում եմ նիստը բացում է 15 րոպե ուշացումով, ինչպես միշտ արդեն ասեցի։ Մինչև այդ մեղադրողը եկավ, Տիկին Տաթևիկ Ղուկասյանով գլխավոր դատախազությունից է գալիս, մեղադրանքը պաշտպանում, իրանք բառացի, այդ այլասերված հայհոյանքը բառացի ասել եմ, ասեմ, եթե ինձ ասել է, ես լսել եմ, դուք էլ լսեք, դուք ոչ մեկը ինձանից լավը չեք։ Ինչ են պատասխանում։ Ոչ մի բան զարմացավ, թե բա ասել է, բան ասեցի այո։ Հետո բա հո դուք իրան բան չեք ասում եմ դուք հասկանում եք, ես եկել եմ երեխայիս նիստը կայանա, ես գործ անեմ ստեղ, ես չեմ եկել ամբաստանյալից շուրջ բաների մեջ մտնեմ։ Հետո ես ոստիկանություն եմ կանչում, որ կա այդ իրավիճակը պահպանի, ոստիկանը կա, ես իրան բան ասեմ, կանչելու իմաստը ո՞րն է։ Տրամաբանությունից դուրս հարցեր ա տալիս, ուղղակի զուտ ինչ որ, չգիտեմ, դա ձևական ինչ որ պաշտպանողական միտում, ես տենց եմ հասկանում։ Ինչի պիտի ես բան ասեմ, իմաստը ո՞րն է, որ ասել լինեմ ուրիշ տեղ կասեմ, այդտեղ չեմ ասի։ Ինչևէ նիստը բացվեց, դատավորին հայտնեցի, որ ձեր ամբաստանյալը դատարանի մուտքի մոտ ինձ այսպիսի բաներ ասել, մասնակի ասեցի դատավորին հայհոյանքը, բայց այնպիսի հայհոյանք է երկրորդ բառից կարող ես գուշակել նախորդ բառը, ասի գուշակեք նախորդ բառը, ինչ կլինի, բահապանսեց ու մի հատ չի ասում, թե ամբաստանյալը ոտքի կանգնես, հասկանում եմ, որ դատավորը չի կարա փողոցում ինձ հայելու համար սրա նկատմամբ շուտ բան կիրառի, բայց դու դատավոր ես, տղամարդ դատավոր ես։ Մի հատ չասես հələ ամբաստանյալ ոտքի կանգնի, այս ինչ լակտի պահված կա, չէ որ դու մեղադրվում ես այս կնոջ տղայի սպանելու համար։ Եթե դու այս կնոջ նկատմամբ այդպես ես քեզ պահում, պատկերացրու դեպքի վայրում դու ինչ այլասերված ձևով ես քեզ պահել։ Բա ասում ես ինձ խփել են, չգիտեմ ինչ են արել, ինքնապաշտպանություն ա եղել։ Բա հիմա էլ մայրը քեզ ասեց աշտուրիկ, իբր վիճաբանությունը առաջացել է աշտուրիկի ու աշտոմիկի համար։ Հիմա ես քեզ բանեմ ասել, հա։ Ես ալկոհոլի ազդեցության տակ եմ, հա։ Թմրանյութի ազդեցության տակ այս այլասերվածին անենց են պաշտպանում, դոշերը դեմ տված, գրկած ման են գալիս, նույնն էլ էս դատավորը։ Բա կետինը մտնի քո նման դատավորը, բա դու չես ասում, հələ բադ ոտքի կանգնի։ Քեզ ասես sense բան։ Ոչ ամբաստանյանը տեղից շոված էր, բված էր, ոչ իր պաշտպանը, Արամայիս Հայրապետյանը, փաստաբանների պալատի փաստաբան, այս փաստաբանը հանցագործ է, իր մասին հաղորդում եմ տվել։ Տարբեր հանցավոր գործողություններ ա թույլ տվել այս գործով, եւ պալատնատեղյակ, եւ գլխավոր դատախազությունը, բայց բան չեն անում, որտեղ իրանք են այս պաշտպանի բերել, որ իրանց հետ ծերպռնից գործը գլուխ բերեն։ Հիմա տեսեք վերջերս մի հատ փաստաբանի վերաբերյալ քրեական գործեր հազվել։ Ռուբեն Հակոբյան, եթե չեմ սխալվում։ Այս տղային ինչ գիտեմ եղել է, չեղել, չեմ կարա բան ասեմ, բայց մեղադրում է ինչ որ վկային ու ղոշտելու չգիտեմ ինչի։ Այս Արամայիս Հայրապետյանը ակնհայտ ապացույց է կեղծել։ Ակնհայտ վկային ու ղոշտելը մենք ունենք ձայնագրություն, փորձագիտական եզրակացություն, կցվածաքրեական գործին։ Ու ակաժերը թափ տալով սաղ նայում են, ինքը հանգիստ գնում գալիս է։ Եթե այս պաշտպանը այդքան բան արել է գործով, ու ես ասում եմ, որ ծեր պաշտպանյալը սենց բաներ ա, ոչ մեկը տեղից չի արձագանք,
աշխատանքում։ Բնականաբար այդպես է, չէ՞, ոչ մեկ չի հակադարձել, որ չի եղել։ Սուտ ես խոսում կամ շարռով ես տալիս կամ ես շատ գիտեմ ինչ եւ այլն։ Տիկին Ադենալյան, ինչքան ժամանակ է, որ դուք ենթարկվում եք այդ հետապնդումներին, քանի անգամ է կրկնվել հայհոյանքները ձեր նկատմամբ հետապնդումները։ 12 տարի։ Պարբերաբար կրկնվել է, մոտ 1 տասնյակի հասնող եւ դատական նիստի ժամանակ ա եղել։ Համբասանյանը թռել է տեղից այդ միկրոֆոն, բարձրախոս, տվել անջատել է համակարգիչից, թռել է դեպի իմ կողմը։ Մեկ այլ նիստի ժամանակ էլի եկել է ոչ էս դատավորի օրոք, նախորդների։ Էլի եկել է այդպես բաներ արել, հարազատներն են հարձակվել իմ վրա հենց նիստերի դահլիճում։ Կաշկադիժները չեն կարողացել իրանց անջատեն ինձանից։ Եղբայրը բանալիների խրտով հարվածել է ուսիս, դատապշկական եզրակացություն կա, բայց կարճել են։ Ես իրանք գիտեմ որ դա միգուցե իրանք են խրատ տալիս, միգուցե իրանք են ասում կարևոր վկայի հարցակցության ժամանակ դիտավորյալ վիճաբանություն է ստեղ վկան արդեն մտել էր ինչ-որ տուպիկի մեջ, ուզում էին որ ցրեին վկային մենք արդեն նենց էին կամեր, ինքը չէր կարել ուղղորդված ինչ-որ ցուսմունքները հասցնել իր տրամաբանական ավարտին։ Այս վիճակն ասես լկտի պետություն, դատական համակարգ, որտեղ 12 տարի մարդու երեխային սպանեն, մորը 12 տարի տանեն դատարան բերեն, աչքիս առաջը տեսեն մարդասպանին 12 տարի դրա աչ թատիկին մրոտ ծուրտիկ մատներին նայում այդ թուրքի լամուկի մատներին նայում ու մի հատ էլ փողոցումից տեսեն այդ վերասպրտեն բան անեն սա նշանակում է որ ինքը հովանավորված է այս ոստիկանները ոչ կարծես իրանց չեմ էլ վստահում կարող է իրանք էլ սադրեն ուղղակի զուտ ձևական մասը պահպանելու համար որպես կարողանամ ինչ որ բան ասեմ դուք տեսել եք կարողանաս չեք տեսել դու արձակվեց իր Ամբաստանյալի վրա դու ես արել Կարա այդպես բաներ անեն։ Ես անգամ դատարանում այս միջադեպից հետո ասել եմ, եթե պետություն չկա, եթե դուք չեք կարող ինձ պաշտպանել, ասեք ես իմ հետ մարդիկ բերեմ, որ հարցակվի ինձ վրա, այդ մարդիկները համապատասխան բան տան, թողեն, որ ինձ սպանեն, թող իրանք էլ տան բերանը չարտեն, հետո կանասեն մենք ենք բերանը չարտել, տարեք մեզ փակեք, բայց չանենք։ Բայց ինձ չի լինի։ Այսինքն սա նշանակում է, որ դերևս չի ավարտվել իմ որդու սպանությունը։ Ես ինչքան կարամ լռեմ, ինչքան կարամ լավ անսեմ, լավ միսը չխանգարենք, լավ չշեղվենք, լավ, բայց այս մարդիկ տրամադրված են ինձ սպանելու։ Եթե յուրաքանչյուր հայոյանքին չհաջորդի այլ գործողություն, ես էլ կարող եմ չէ ինքնատիրապետումը կորցնել։ Հələ տեսեք ով ու ինչ ասում, հնարավոր է զսպել։ Դա անհնար բան է, ես չգիտեմ, կարծում եմ որ իմ համբերատարությունը ըստ երևույթին այս դատավորը թույլության հետ է շփոթում։ Ես թույլ չեմ, ես շատ բան կարող եմ անել, բայց ուզում եմ որ պետական մակարդակով ամեն ինչ օրենքի սահման չնայած ինչ օրենք, ինչ իրավունք, ինչի մասն է խոսքը։ 12 տարի տղան հողի տակ այս փողոցային խուլիգանին դրել կխնեին ման են բերում, պատու գլխավոր դատախազ գետինը մտնես Աննա Վարդապետյան, տար հանցագործի դուրդ կապի, հետո ցեպոչկով նամորնիկ ակցրեք, բերեք տատի տարեք։ Ինչ եք ուզում ինձանից, այ խուլիգաններ, դուք փորձում եք իմ կյանքի հետ խաղալ, իմ նկատմամբ մահափորձ ա եղել։ Վթարի են ենթարկել ինձ։ Մինչև հիմա այդ գործը բանի մեջ էլի չեն քննում, բայց ծեծի հատկանիշներով գործ են հարցը պատկերացնում, իսկ ոչ մեկ չի ծեծել։ Մեքենայով հարված է, խփել գնացել ու այդ վարորդին գտել են, ինքը դիտմամբ էլ հարվածեց։ Գուցե վախի մտնոլորտ ստեղծելու, գուցե նախազգուշական, բայց գործ կա հիմա հարուցված, ոչ մեկ տիրություն չի անում։ Սա է հայոյողը ինձ։ Սա։ Այս թուրքի լամուկը դատարանի դռանից հայոյում է։ Այլասերված բնույթի հայոյանքն է, դա անհնար է, ուղղակի ես ինձ չեմ կարա թույլ տամ, դա բառացի կրկնեմ ստեղ, բայց իրանց ասել եմ, թող վայելեն։ Այս սրա հայոյանքը Նիկոլին ա ուղղված, սրա հայոյանքը Աննա Վարդապետյանին ա ուղղված, դատավոր Հովհաննես Սաֆարյանին ա ուղղված, ինձ ուղղված չի, թող վայելեն։ Դա նշանակում է, որ դուք խուլիգան եք, ձեզ այս հասցեագրված։ Եթե դուք չլինեիք խուլիգան, ինքը չէր կարող ինձ այս հայոյանք տար։ Սա ինձ մարդասպանն է, կասկածվող, ով դեպքի վայրից փախել է, քննիչն է սրան փախցրել, Հովհաննես Թոփչյան կոպչիկ մականինով բարիք թմրանյութի համար դատապարտված մի հատ հանցագործ սրա փախցրել են գործից, բայց վկա եկավ այս վերջերս ցուցմունքներից ասես որ ինքը ենթադրում է որ ինքը եղել է դեպքի վայրում Եվ ես պնդում եմ, որտեղ սրա հակուսների մանրաթելերը հայտնաբերվել են Արտյոմիս հակուսների վրա։ Բավարար հիմք չի, որ ինքը ստեղ ա եղել։ Կոծկում եմ, որ սա որ հենց հիմա գալիս գնում ա դատարան, խմբակային սպանությունով չդատապարտվի, ցմա չդատապարտվի, մի քանի տարի տան ցրեն գնա։ Էս էլ իմ արդյունքն է։ Այս տղուն սպանել է սրանք։ Մի հատ նայեք, էլի ոնց կարելի է սրանց հետ ոնց կարար շփում ունենալ այս տերորիստների հետ, այս ահաբեկիչների հետ, այս մարդասպանների հետ, ոնց կարար իմ արդյունքը կապ ունենալ, սրանք քիլերներ են, սերիական քիլերներ։ Հիմա այս դատավորը սրան է պաշտպանում ու առանց միամոթի պատկերացրեք դատական նիստի ժամանակ այդ ամեն ինչը լսելուց հետո ինձ գիտեք ինչ խորհրդատվություն է տալիս մոլորվել մնաց ինձ ասում է
դուք կարող եք դիմել քաղաքացիական հայցով դատարան, դատարանը հիմա ոչ մի բան չի կարող անի, դա իմ լիազորությունն է, դուք հասկացան, բայց մարդ ես, տղամարդ ես, խիղճդ մեռնի բերան, ասի մի բան կոնե, թասիդ ոնց թույլ տվես, դու կուլ տվեց ճիշտ է։ Ասում գնացեք դիմեք ձեզ վիրավորելու համար։ Սեռական բնույթի հայոյանքը, ծանր վիրավորանքը անունով էլ դատախազության համակարգում աշխատող է, ես դրա վրա եմ կասկածում։ Քրեական պատասխանատվություն է նախատեսվում 137.1 հոդվածով։ Դու ինձ ասում ես գնա քաղաքացիական կոչով վիրավորանքի, սա վիրավորանք է, հա։ Իհարկե մուշի բաժին ես գրել եմ, ոչ ձեր ոստիկանները չեն, եկես այս միջադեպ ա եղել։ Մուշի բաժնի պետը ուղարկել է քննչական կոմիտե, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար, բայց ես խիստ կասկածում եմ, որ կնախաձեռնվի մեկ, որովհետև եթե նախաձեռնվի սրա վիճակը կվատթարանա, իսկ սա իրանք սիրելի բալիկն է, իրանք չեն ուզենա վատթարացնել սրա վիճակը, եւ հույս էլ չունեմ, եթե անգամ հարուցել են, ես չեմ գնա դրա հետ, այս մարդասպանության գործել են կոծքում, այս ծանր վիրավորանքը սեռական բնույթի հայոյանքը ո՞նց կկոծկի քննչական կոմիտեն։ Մի բաժակ ջուր խմելով, ես դրանց կողմը անգամ չեմ էլ նայի, ես ուղղակի կբարձրաձայնեմ ու չեմ դատարելու բարձրաձայնելուց ամենտեղ ամենուր ասելու եմ։ Ու ամենացավալին այն է, որ այս դատարան մոլ է, սա առևտրի կենտրոն է։ Սա 12 տարի իմ տղայի արյունը վաճառում են ու հələ չեմ բավարարվում։ Իսկ ամենասարսափելին այն է, որ այնպիսի մարդկանց են դատավոր նշանակում, նայում ես դատավորի վարքագծին ու սուտ բաներ ասում, սուտ դատավոր, քանի անգամ իր սուտը բռնացել դրել եմ դեմը ու շրջանցել եմ, որ ինքը գիտակցի հասկանա, որ չանի եք, բայց էլի է անում։ Չի մեծացել դատավորը, հասկանում եք։ Եթե դատավորը չի մեծացել կամ պաշտոնի նշանակվելը աստղային իրան տարելը, դա շատ վատ բան է։ Նշեցիք, որ այդ հայհոյանքները ուղղված են Աննա Վարդապետյանին, ուղղված են Նիկոլ Փաշինյանին։ Այո, դուք երբևէ դիմել եք նրանց։ Ես իրանցից չդիմեմ։ Եթե ծանր հանցագործները կոծկում են իրանք, շատ են դիմել նախկինում, հիմա չէ, նախկինում լիքը Նիկոլ Փաշինյանի անձամբ դերևս ինտիմադիր եղած ժամանակ մոտեցել են մտածելով, թե ինքը ակտիվ ինտիմադիր է։ Գուցե հիմա դիմեք նրան։ Դիմել եմ, մինչև այս միջադեպը դիմել եմ, տարբեր դիմումներով դիմել եմ, ուղարկել են գլխավոր դատախազություն, բան չի արել։ Գևորգ Պապոյանին եմ անձամբ մոտեցել, գնացել ազգային ժողով, անձամբ տեսել իմ ներկայությամբ զանգել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Իմ ներկայությամբ խոսել է բարձրախոսը միացրած, ասել է ես կհետևեմ, ես չգիտեմ, բայց ինչ հետևել, ինչ բան, խուլիգան վիճակ, սրանք իրավական համակարգի խուժանն են։ Եթե դուք խուժան եք, դուք չեք կարող այս գործը քննել։ Գիտեք ինչ, ինձ ասեք, որ գնա մենք չենք կարող այս գործը քննենք։ 12 տարի եթե այս գործը չի հասել իր ավարտին, ասեք ինձ, բացահայտ սա ասել է արդեն, ասեք որ մենք չենք կարող։ Գնացեք ու ես հասկանամ, որ ինչ պիտի անեմ ես։ Այս հայոյանքները, այս հարձակումները ակնարկ են ինձ, հասկանում եք, ակնարկ է, որ հաջորդը դու ես։ Այսինքն Արտյոմի սպանությունը դերևս չի ավարտվել։ Սկսվել է հաջորդ սերիաները, հաջորդը ես եմ լինելու։ Դե եթե պետությունը սենց բերանը բաց նայի ու հիանա ծապահարի հանցագործ բարիկների արարքներին, մարդասպանի 12 տարի գլխին դրած տանի բերի, բնականաբար սենց պիտի լինի։ Մենք չունենք ոչ մի բան։